ցիկլային համավարակի հաջորդ փուլը, որը կոչվում է sparse pandemic, սա ուրեմն նոր վիրուսի ծրագրի նախապատրաստությանը վերաբերող ամբողջ փաստաթուղթն է, որը ինչպես COVID-ի ժամանակ, այնպես էլ այս դեպքում իրականացրել է Հոփկինսի ինստիտուտը, դա սիմուլյացիաներ են անում այնտեղ, այսինքն փորձարկում են տեսական մակարդակով, թե այդ գիտաժողովի պես բան է, դա հավաք է, թե ինչպես պետք կարող է անցնի այս կամ այն բանը վիրուսը եւ իրենք նախապես ինչպես COVID-ի համար էին արել, Ռոքֆելլերի սա նախքին COVID-ի համար նախատեսվածներ, 3 սցենարը եղել եւ Ռոքֆելլերի կենտրոնը ֆինանսավորել է սա եւ Ռոքֆելլերի կենտրոնն է նաեւ եղել դրա հիմքում եւ առաջի քայլը կոչվում է քայլի փակում, մի սցենարը իրականացվել է մեր դեմ։ Այն ժամանակ դա փորձարկում իրականացվեց, իրենց կողմից սխալները իրենք որոշեցին եւ հիմա նախատեսված է սա։ Այս ծրագիրը նախատեսված է 20-ից 25-ից 28 թվականներին։ Բայց քանի որ այս պահին իրենք մտավախություն ունեն Միացյալ Նահանգների կառավարության եւ առողջապահության համակարգի կառավարիչների իրենց ծրագրին ենթարկվելու բացարձակ ենթարկելիության գործում իրենք կասկածում են, իրանք մի փոքր հետաձգում են այս process-ը, բայց նախատեսված է առաջիկայում, ինչքանով իրանք կհետաձգեն, ինչ կանեն, նախատեսված է նոր վիրուսի նոր ուրեմն ծրագիր, նոր վիրուսի արհեստական, այսպես ասած, համավարակի հրահրում աշխարհի համար։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ մի չափազանց կարևոր խնդրի, որը կոչվում է կամ գերակա միջոցի, որի շեշտադրմամբ գլոբալ խորհրդային պետությունը կամ վերպետական ուրեմն ամբողջ այդ իշխանությունը հետևողականորեն աշխարհի մասշտաբով իրականացնում է այդ process-ը։ Դա գերակա էլեկտրոնային միջոցների կամ թվային միջոցների ներդրումն է աշխարհում, նաև Հայաստանում է այդ ներդրումը, սա ինչ է նշանակում, նշանակում է ամբողջ հասարակության կյանքում, հասարակական բոլոր ոլորտներում հիմնային որպես հարկադրել թվային բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական կոմպյուտերային տեխնոլոգիաները, համակարգերը, ինտերնետը, ուրեմն բջջային ամբողջ այդ միջոցները, էլեկտրոնային այն միջոցները, որոնք կրում են մարդու անձնական տվյալներ եւ այլը, եւ սա հասարակությանը, այսպես ասած, տվյալների գեներացիայի արտադրության ուրեմն մշակման, պահպանման եւ հաղորդման մեթոդները որպես կյանքի հիմքում դնելու հարկադրանք է։